երազում էիք դառնալ բժիշկ, բայց ձեր հայրը դեմ գնաց ձեր որոշմանն ու արգելեց։ Ինչ է զգում երեխան։ Գիտեք, այդ ժամանակ շատ վիրավորվածություն ունեի, նեղանում էի, արտասվում էի օրերով, քանի որ շատ էի սիրում բժշկի մասնագիտությունը։ Աղջիկների 90%-ը փոքր ժամանակ ասում է, ես պետք է բժիշկ դառնամ։ Այդ ոնց որ բոլորս այդ этаպը անցնում էինք, բայց իմ մոտ այդ իրական զգացումը կար, սեր կար բժշկության հանդեպ, բայց ինքն էլ գիտեք ինձ ինչ ասեց այդ էր մնում պակաս, Հրանտ Հակոբյանի աղջիկը գնա գիշերները քնի հիվանդանոցում կամ տնից վեր կանա գնա գյուղում ապրի մենակ, դա բացառված է, ասես չես կարող, ինքը միայն դրա համար ինձ թույլ չտվեց բժիշկ դառնալ, հա բա ոնց։ Բայց որ ձեր աղջիկը ուզում էր երեքչուհի դառնալ, դուք ինչի՞ն դիմացաք։ Բա տեսնում եք, ինչ անողոք մայր, բայց ես իմ աղջկան ճիշտ խորհուրդ տվեցի, ինքը հիմա էլ երգում է, կարող է երգել, որտեղ շատ գեղեցիկ ձայն ունի, բայց դա իմ համար ավելի ընդունելի էր, որտեղ ես երազում էի բժիշկ դառնալ, ես ուզում եմ ցանկությունը իրականացնել իր դեմքով։